5-րդ տարին է եւ մեր երկիրը տնտեսապես աշխարհի 110-րդ աղքատ երկիրն է։ Այսօր մեր երկիրը ունի լավարկման եւ մեծ բարեփոխման կարիք։ Բարեփոխումը մինչև այս մեր երկրի համակարգերը ձևավորվել էին ուրիշ օրակարգերի շուրջ։ Մենք գիտենք, որ առաջի 20 տարի մեր անկախության, 20-28 տարի անվտանգային օրակարգի շուրջ։ Դրանից հետո եկող 7-8 տարին իրար հետ հակասությունների երևի օրակարգի շուրջ, իսկ այդ ընթացքում մենք ունենում էինք մի խնդիր, որը քչերն էին նկատում են այն մարդիկ, ովքեր զգում էին իրենց վրա։ Դա թուլացող Հայաստանն էր։ Դա Հայաստանն էր, որի բնակչությունը շրջաններից ուղղակի դուրս է գալիս։ Երևանցիները գնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շրջաններից գնում էին Ռուսաստանի Դաշնություն։ Մեր երկրի բնակչությունը 5 միլիոն մարդով քչացել է անկախությունից հետո, շարունակում է անկում ապրել։ Այս առաջարկները 5 առաջարկներ ունենք, որը ուզում ենք ներկայացնել։ 5 քայլ, որը անելու ենք, որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը։ Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում։ Պետական համակարգում մինչև այս եղած երկրի ղեկավարները երկրի միշտ պետական ապարատի կողմից են նայել տնտեսությանը։ Առաջին ղեկավարը, ով կնայի ձեռնարկատերի հասարակության անդամի կողմից, դա կլինի Սամվել Կարապետյանը, քանի որ անցած ճանապարհը ձեռնարկատերի ճանապարհ է։ Եվ ինչ քայլեր ենք մենք ուզում անենք Հայաստանը փոխելու համար։ Ամենաառաջինը, բոլոր շրջաններով գնալով, մենք տեսնում ենք մեկ հիմնական խնդիր։ Երկրում կա աշխատատեղերի խնդիր։ Երկրում շրջաններում գործ չկա։ Գործը այս պահին ամենապահանջված բանն է Հայաստանի շրջաններում։ Դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր, դրա պատճառով մարդիկ թողում են իրենց ընտանիքները այստեղ եւ ունենում են բազմաթիվ հետևանքներ բացասական։ Առաջինը դեմոգրաֆիկ հետևանք, երկրորդը ծայր աղքատություն շատ շրջաններում։ Այս բոլորի լուծման ճանապարհը մինչև հիմա պետությունը գտել է մի ուղղությամբ։ Հավաքել է բյուջե եւ տվել է ինչ որ արտոնություններ, ֆինանսական սուբսիդիաներ, ինչ որ ուղղություններով։ Արդյունքը մենք տեսնում ենք այն ինչ որ ունենք։ Երկրի շրջաններում արդյունաբերությունը, արտադրությունները վերջի տարիներին անկում են ապրում։ Մենք ինչ որ տեսնում ենք Երևանում, վարկերի հիմքով ստեղծված տնտեսությունը, որը ժամանակի ընթացքում երկար չի կարողանա այս տեմպը պահպանել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջի քայլը ստեղծել 300,000 նոր գործի տեղ Հայաստանում։ Շատեր են ասել, բոլորը դա կարող են ասել։ Ինչպես եք դա անելու։ Սրա տակ կա մակրոտնտեսական ուղենշված քաղաքականություն։ Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես 300,000 նոր գործի տեղ ստեղծել Հայաստանում։ Քաղաքականության հիմքում ընկած է առաջի քայլը արդյունաբերականացում, վերաարդյունաբերականացում։ Հայաստանը երկար տարիներ զրկվել է իր արտադրող եւ ստեղծարար պոտենցիալից։ Մեր երկիրը դարձել է դրսից օգնություն ստացող, վարկերի հաշվին ապրող եւ ծառայություններով ինչ որ ձև յոլա գնացող երկիր։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ստեղծարար տնտեսություն ունենանք։ Ստեղծարար տնտեսությունը դա արտադրություններն են եւ ծառայությունների արտահանումն է։ Ինչ ձևով ենք մենք իրականացնելու 300,000 գործի տեղի ստեղծումը։ Առաջինը, մեր երկիրը տարեկան, եթե վերարտահանում անենք, $7 միլիարդ ներմուծում է անում։ $7 միլիարդ։ Մեր երկրի ներմուծման եւ արտահանման տարբերությունը համարյա $4 միլիարդ է։ Եթե մեր երկրի ապրանքներն ենք նայում, վերարտահանումը անում ենք։ Տարեկան Հայաստանը $4 միլիարդ ավելի գումար է ուղարկում դուրս, քան ստանում է։ Մենք աղքատանում ենք $4 միլիարդ, իսկ գիտեք ոնց է
այդ աղքատության, այդ 4 միլիարդ դոլարի տարբերությունը Հայաստանը կոմպենսացնում կամ դրսից հայերի փոխանցումներով կամ պետական պարտքով։ Այսինքն մենք պարտքով ենք ապրում։ Վերցնում ենք Հայաստանի ներմուծման հիմնական կետերը, ինչ է ներմուծում Հայաստանի Հանրապետությունը, եւ սկսում ենք պլանավորված քաղաքականություն վարել այդ ներմուծման ուղղությամբ, որ գործարաններ ստեղծենք ներմուծվող ապրանքների ուղղությամբ։ Օրինակ, երկրում թիվ 2 ներմուծումը, նավթամթերքն է, բենզին, դիզել։ Մենք գիտենք, շատերը գիտենք, որ մենք առաջարկել ենք նավթավերամշակման գործարան Հայաստանում, որը բում նավթ կբերի համարյա 2 անգամ, մինչև 2 անգամ էժան գներով եւ կվերամշակի մեր երկրում։ Տարեկան կես միլիարդ դոլարի շրջանակություն ունեցող ընկերություն է դա, որպեսզի դուք հասկանաք, Հայաստանում ընդամենը քաջարանի պղնձեմ մոլիբդենայինն է, որը մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկն է, այդ մակարդակի։ Մյուս բանը, մեր երկիրը ներմուծում է մեծ քանակությամբ գազ, հիմա կասենք ոնց է գազը ստեղ արտադրելու։ Գազի հետ կապված մենք համարյա կես միլիարդ դոլարի մեր երկիրը գազ է ներմուծում։ Բայց մենք ունենք հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, ում հետ ունենք մի պայմանագիր, որով Իրանը համաձայնվում է մեզանից գնել էլեկտրականություն եւ իսկ մեզ տա գազ։ Ինչ ենք անելու մենք։ Մենք վերցնելու ենք գազը Իրանի Իսլամական Հանրապետությունից, այստեղ մեր գերմայրենկայաններ ենք ստեղծելու, որը Հրազդանում ունենք, որը կստեղծենք նաև սահմանին Իրանի հետ։ Իրանը այդ տեխնոլոգիաներին չի կարողանում ունենա մուտք, քանի որ գտնվում է սահմանափակումների տակ։ Հայաստանը ունի մուտք։ Այդ տեխնոլոգիաներով, ջերմաէլեկտրակայաններով մենք կստեղծենք Իրանի սահմանին գազ էլեկտրականության դիմաց մեծ համակարգ, որը մեր երկիր կթողի տարեկան կես միլիարդ դոլար, որպեսզի դուք հասկանաք, դա իր քանակով էկվիվալենտ է ինչ է համեմատել։ Երևի երկրի ամբողջ թոշակների համարյա մոտ է թոշակների ֆոնդի հետ։ Չեմ ասում ամբողջը շահույթ կլինի։ Դա շրջանառություն է, եւ եթե մենք մեծ արդյունաբերական պոտենցիալ, մեծ գեներացիոն պոտենցիալ ստեղծենք, մեծ հնարավորություն կունենանք գազ ունենանք անվճար գնով, այսինքն շահույթ այդ ջերմաէլեկտրակայանների։ Մենք ունենք տարեկան մոտ 70 միլիոն դոլարի թռչնի մսի, մյուս մսերի թռչնի մսի ներմուծում։ Դուք պատկերացնում եք Հայաստանի գյուղերը ամբողջությամբ դատարկում են, Հայաստանը գնում է աշխարհի ծայրից թռչնի միսը բերում։ Բոլոր ուղղություններով, ներմուծման մեջ բոլոր ուղղություններով մեր երկիրը կարող է արտադրություններ ստեղծել։ Իսկ ով է ստեղծելու այդ արտադրությունները։ Հիմա կասեք պետությունը լավ կառավարիչ չի։ Ես էլ եմ ասել, որ պետությունը լավ կառավարիչ չի։ Բոլորս գիտեն։ Պետությունը չի կարող նստել սպասել ներդրողը դա անի։ Պետությունը պետք է արդյունաբերական քաղաքականության մեջ մի կարևոր քայլ անի։ Աշխարհում կա արդյունաբերության հեգեմոն երկիր։ Այս պահին այդ հեգեմոն երկիրը Չինաստանի ժողովրդական հանրապետությունն է։ Չինաստանը աշխարհի արդյունաբերության նշանակալի մասն է կազմում եւ ամենադինամիկ զարգացող արդյունաբերական երկիրն է։ Ինչ է տալու մեզ Չինաստանի հետ համագործակցությունը արդյունաբերության մեջ։ Չինաստանում կա արտահանման ընկերություն, որը ֆինանսավորում է իր բոլոր գործարաններին, ովքեր օրինակ դուք գործարան ես ուզում ստեղծես քո երկրում։ Եթե չինական սարքավորումներով գործարան է ստեղծում, Չինաստանի արտահանման ընկերությունը ֆինանսավորում է շատ էժան գնով 70%-ը։ 70%-ը Չինաստանի արտահանման ընկերությունը ֆինանսավորում է, եթե դու օրինակ նավթավերամշակման գործարան եք ուզում, կամ պղնձամոլիբդենայինի հիմքի վրա պղնձի վերամշակման գործարան եք ուզում, 70%-ը ֆինանսավորում է։ Եթե օրինակ պղնձի վերամշակումը հաշվենք 250 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջե, մենք հասկանում ենք, որ 30%-ը այս բյուջեի կլինի մոտարապես 80-ի կարգի, 80-82 միլիոն։
Հայաստանում շատ քիչ բիզնեսմեն կա, որ 80 միլիոն կկարողանա ներդնի։ 4-5 հոգի են, որից երևի 2 հոգի կառնավորված։ Ու այդ պատճառով մեր երկրում, եթե մենակ մի գործարանի մասին խոսենք, կասենք լավ, մի գործարանի համար ներդրող կգտնենք, բայց մենք անելու ենք տասնյակ, իսկ ինչ է անելու պետությունը այստեղ։ Օրինակ, 80 միլիոն ներդրման մոտավորապես 80 միլիոն ներդրման պարագայում։ Մեր պետությունը, որը 30%-ն է ներդրման։ Պետությունը վճարելու է, տալու է, աջակցելու է 15%-ը, իսկ ներդրողից պահանջելու է ևս ներդրում 15%-ը։ Առաջի հայացքից դուք տեսնում եք 40 միլիոն ներդրողը կարող է դնել, նա գիտի, որ պետությունը ևս 40-ի հետ դնում է եւ չինական արտահանման ընկերությունից, արտահանման ֆոնդերից ստանում է ֆինանսավորում։ Ինչ է սա տալու։ Պետությունը հիմա կասեք պետության փողերը տանում է բիզնեսներին է տալիս։ Ոնց է պետությունը հետ վերելու այս գումարը։ 15% ներդրում անելուց հետո 15% ընդամենը ներդրում անելով պետությունը բերում է 100% ներդրում իր երկիր։ Կարողացավ, այսինքն պետությունը աջակցում է 15%-ով, մյուս 15-ը ներդրում է ներդրողը, 70%-ը տալիս է Չինաստանի արտահանման ընկերությունը, որպես վարկ։ Դու 15% քո բյուջեից տալիս ես, բերում ես 100% ներդրում։ 40 միլիոն տալիս ես, բերում ես 250 միլիոն ներդրում։ Դա որպեսզի հասկանաք, մի ամբողջ քաղաք, եկեք ասենք, Հրազդան քաղաքի տոտալ գործազրկության հարցը լուծում են։ Հրազդան քաղաքում պարակ, մարդ չի լինելու այս պարագայում։ Այստեղ հարց, 40 միլիոն պետությունը դրեց, Նարեկ ջան։ Ո՞նց է գումարը ստանալու։ Պատասխան։ Արդյունաբերության մեջ ներդրված գումարի 13-ից 15%-ը հարկերով հետ է գալիս։ Այսինքն, եթե 13% արդյունաբերության մեջ ներդրման հարկերով հետ է գալիս, դու դնում ես 15% պետություն, պետությունը ներդրում է 15%, բերում է 100% ներդրում, բայց իր դրած 15%-ից է 13%-ը հարկերով հետ է ստանում։ Դա միջինացված փորձագետների տվյալներ են։ Այսինքն, դու ունենում ես ընդամենը 2% ծախս, 100% ներդրում բերելով քո երկիր։ Շարունակենք մյուս ուղղությունները։ Բոլոր մյուս գործարանները մեր երկրում, որը պետք է կառուցվի, կկառուցվի նույն տրամաբանության մեջ։ Չինաստանի արտահանման ներդրումային ֆոնդը վճարելու է, ֆինանսավորելու է 70%-ը, 15%-ը վճարելու է ներդրողը, կլինի հայ, կլինի օտարերկրյա, ում համար դա շատ լավ պայման է։ 15%-ը կվճարի պետությունը, 1-2 տարվա ընթացքում հարկերով հետ կստանա։ Պետությունը բան չի կորցնում։ Համարյա 0 ներդրումով 250 միլիոն դոլար ներդրում է բերում երկիր։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները անցած տարի 140-ը չեն անցել։ Այս մի վարժությունով մենք ուղղակի օտարերկրյա ուղղակի ներդրումների համարյա 2 անգամի չափ ներդրում ենք բերում։ Սա լինելու է տասնյակ վարժություններ է լինելու։ Հարյուրավոր ամեն քաղաքում մենք ունենալու ենք զարգացման ծրագիր։ Դա դժվար գործ է, բայց այդ քայլերը կան, մենք այդ փորձը ունենք, ու դա բերելու է գործազրկության հաղթարման։ Երկրորդ կետը, որի մասին կուզեի խոսել, փոքր բիզնեսն է։ Փոքր բիզնեսը Հայաստանում մոտավորապես 69,000 ընկերություն փոքր շրջանառության հարկով են հարկում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որպեսզի հասկանաք ինչ կարգի անտրամաբանական իրավիճակ է Հայաստանում այս պահին։ Վերջին 7 տարում փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկվել է 5%-ից դարձել է 10%։ Հայաստանում 69,000 տնտեսվարող շրջանառության հարկով է հարկում, 27,000-ը միջին եւ մեծ բիզնես է։ 69,000-ը վճարում է մեր հարկերին ընդամենը 2%։ Մեր բյուջեի ընդամենը 2%-ը վճարում է
մեր ընկերությունների 70%-ը։ Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, շրջարկից, որպեսզի հնարավորություն տանք նա զարգանա։ Ինչու ենք սա ասում։ Ինչու ենք սա ասում, որովհետև անցած տարի մենակ մի տարվա ընթացքում մենք կորցրել ենք 3000 փոքր ընկերություն։ Հարկերը կրկնապատկվել են եւ 3000 փոքր ընկերություն կորցրել ենք։ Ովքեր են լինելու շահառուները։ Գեղեցկության սրահներ, հարկերը լինելու են 0%։ Հացի փուռեր, հարկերը լինելու են 0%։ Փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0%։ Երբ որ փողոցով քայլեք, բոլոր ձեռնարկությունները, փոքր արտադրությունները, փոքր խանութները, ինչ տեսնեք, այս փոփոխության արդյունքում իրենց հարկերը լինելու են 0%։ Միակ բանը, որ մենք խնդրում ենք, միակ բանը, որի վրա աշխատելու են, դա որպեսզի միջին բիզնեսը չփորձի իրեն բաժանել, դառնալ փոքր բիզնես։ Դա արդեն վարչարության խնդիր է, բայց միակ թեթև խնդիրը դրանում է կայանում։ Մենք մյուս ուղղություններով massայական հաջողություններ են գրանցել։ Մեր ծրագրավորած այս քայլերով տարեկան 2-ից 3000 նոր ընկերություն է բացվելու Հայաստանում։ Վերցրեք, աշխատատեղ ստեղծեք, գործի տեղ ստեղծեք։ Մենք պետք է փոքր բիզնեսին ասենք, մեծացեք, ոչ մի հարկային չի գալու քո մոտ։ Դու մինչև միջին բիզնես չդառնաս, քեզ մոռանալու են։ ՀՏՄ խփիր, չխփիր, մոռանալու են այս ամեն ինչը, որովհետև ձեր վրա հարկայինը ամբողջ պոտենցիալով այսքան աշխատումը ընդամենը հարկերի բյուջեի 2%-ն է հավաքում։ Այդ 2%-ը ես ձեզ վստահեցնում եմ 2-ից 3 կգտնենք մենք ուրիշ տեղեր, 2 չեն գտնի, 3 չեն գտնի, տասնյակ տոկոսներ։ Միջազգային առևտրով մենք կբերենք մեր երկիր այդ տոկոսները։ Մենք փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք։ Ունենք այստեղ, ես գիտեմ ինչպես խոսացել էին, մեր հյուրերից մեկը օրինակ պատմեց, որ դուք ունեիք արտադրամաս լավաշի և ասեմ հացի փուր ուներ ու փակեց անցած տարի հարկի ավելացման պատճառով, հարկերը շրջանառության հարկը 5%-ից դարձել է 10%, որպեսզի հասկանանք մարդը 20% շահույթ ունի, կեսը տալիս է հարկ, 50% հարկ է տալիս։ Չի կարող մարդը այդ պարագայում իր համար ապահովել նորմալ տնտեսական վիճակ։ Սա հեղափոխական փոփոխություն է։ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մոռանա, որ իր մոտ գալու է հարկայինը, գալու է խնչականը, գալու է ԱԱԾ-ը, չգիտեմ, վերպարայի համիթը, ոչ մեկ, մոռացեք։ Դուք պետք է կենտրոնանալ գումար աշխատելու բարեկեցությունը ձեր մեծացնելու մեջ։ Դա է ձեր ճանապարհը, դա է մեր բոլորիս ճանապարհը, որպեսզի կարողանաք հաջողության հասնեք, հենց դառնաք միջին բիզնես, կսկսեք հարկեր վճարել, ոնց որ բոլորը։ Մենք ժամանակի ընթացքում, այս 3-4 ամսվա ընթացքում կներկայացնենք մեր հասարակությանը, բոլոր շերտերին, թե ովքեր են ազատվելու հարկերից։ Բոլորը պետք է իմանան ու օգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի զբաղվեն ձեռներեցությամբ։ Մենք պետք է լինենք ձեռներեցների երկիր եւ ստեղծարար երկիր։ Երրորդ քայլը ձեզ համար կարող է մինչև այս մակրոտնտեսական տարբեր
լուծումներ է առաջարկում, այս մեկը բավականին մարդակենտրոն է։ Մենք գրել ենք 20% էժան դեղորայք, բայց դա գրել ենք նրա համար, որ գերակատարենք այդ ծրագիրը։ Ինչու՞։ Ուսումնասիրել ենք, գիտեք, Վրաստանի Հանրապետության փորձը։ Վրաստանում դեղերը, այն դեղերը, որը 5000 դրամից բարձր են, անգամներով կարելի ասել ավելի էժան են, քան Հայաստանում։ Էժան են Հայաստանից։ Ուսումնասիրել ենք փորձը, թե ինչու է Վրաստանում դեղագործական արտադրությունը էժան։ Չէ՞ որ հեռավորությունը մի քանի կիլոմետր է։ Պատասխան։ Պետությունը վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է ERP, այսինքն պետությունը գնում է եվրոպական այն երկրները, որտեղից որ գնում է դեղ վրացական գործարարը, բիզնեսը, եւ հաշվում է, թե այդ դեղի գնման պարագայում մինչև Վրաստան հասցնել, մինչև շահույթ ունենա, ինչ վերին գին պետք է ունենա այդ դեղը։ Եվ դնում է վերին գին դեղի վրա։ Այս քայլի արդյունքում 3 ուրիշ քայլեր են արել, բայց այս քայլի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գնի շեշտակի անկում։ Մեր համար, մեր տարիքայինների համար, մի անգամ ասել են, հնարավոր է սա կարևոր չէ, բայց կենսաթոշակային տարիքի մարդկանց համար, այսօր ես էլի խոսում էի, դուք ասեցիք, որ ձեր թոշակի կեսը ինչքան է մոտ։ 40,000 թոշակի պարագայում 20,000 վճարվում է դեղերի համար։ Դեղերի գնի շեշտակի անկումը օգնելու է կենսաթոշակային տարիքի մեր տատիկ պապիկներին, որպեսզի հնարավորություն ունենան իրենք ավելի մեծ գնողունակություն ունենան։ Այստեղ առաջում է մի հարց, մենք ունենք պարտադիր ապահովագրության համակարգ, որը շատ լավ է, որը ինչ որ առումով փակում է դեղերի գները, որոշ դեղերի գները, բայց քանի որ ամբողջությամբ չի փակում, մենք ունենալ ենք այս խնդիրը միշտ եւ մենք պետք է ուղղակի շուկային լուծենք այս հարցը ERP համակարգի միջոցով, որը լուծել է Վրաստանի Հանրապետությունը։ Դեղերի գները ավելի էժան, 20%-ը էդի զապաս են գաս։ Չորրորդ կետը։ Գիտեք, մենք ծնվել մեծացել ենք գյուղում եւ ինչ ենք տեսել այդ ամբողջ ընթացքում։ Պետական մասնակցության համարյա 0%։ Պետությունը գյուղի հետ վարվելակերպ անկախությունից հետո շատ դժվար է ունեցել։ Մենք գիտենք այսօր կխոսենք այդ մասին, ինձ թվում է ինձ հետ նաև կարող է հակաճառել, բայց ես վստահ եմ, որ մեր գյուղի հետ պետական քաղաքականության փոփոխություն է պետք։ Մեր գյուղը պետությանը չի զգում։ Պետությունը գյուղում ներկա չէ։ Որպես գյուղացի, ինչ անում գյուղացի։ Տարվա սկզբին նայում է, թե անցած տարի ինչքան էր վերքի գինը։ Ու հաշվում է, դնում է վարկ է վերցնում գյուղատնտեսական ու գնում է, վճարում է դիզելի համար, պարտանյութի համար, սերմի համար, ամբողջ տարի աշխատում է, տանջվում է, գալիս է վաճառքի ժամանակը, սկսում է մանգալ թեու վաճառել։ Ես շատ եմ տեսել գյուղացիների հուսահատ դեմքեր, ովքեր բերք ունենալով չունեն գնորդ, ովքեր ամբողջ պրոցեսը անցել են և չունեն նորմալ գնորդ։ Անցած տարվա գնենի համեմատ շատ եմ տեսել դեպքեր, և գինը 2 անգամ կամ 50 դրամով, 60 դրամով ընկել է, և մարդը անգամ իր ներդրածը չի կարողացել հետ ստանալ։ Ինչն է պատճառը այս ամբողջ պրոցեսի։ Ինչու է մեր գյուղերում ապրելը անշահավետ, որովհետև մեր գյուղերի վրա մենք ծախսում ենք հարյուրավոր միլիոն դոլարներ, տարբեր խելացի անասնագոմեր, այլ ծրագրերի վրա, մենք խելացի անասնագոմ ենք կառուցում, խելացի անասնագոմ, բայց ունենք 200,000 գյուղացի, որ կաթ է արտադրում, ֆերմերը իրենց կաթը 110 դրամով են կառնում, ինչու ենք ավելացնում արտադրությունը, եթե եղածին ենք 110 դրամով անում։ Կարևոր բան, որ պետք է արվի, դա մթերման կայաններն են գյուղերում։ Ինչ է մթերման կայանը։
Մթերման կայանը միջնորդ է, գյուղացու և ընկերության միջև, որը գնելու է։ Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններից գալիս են Հայաստան, գնալու են օրինակ Արմավիրի մարզ Այգեշատ գյուղասեն իշխանով խաղ կառնենք, թե կգնան մթերման կայան, քանի որ մթերման կայանը ամբողջ շրջանով հավաքում է բերքը և մթերման կայանների հետ կպայմանավորվեն։ Իսկ ինչ է տալիս մթերման կայանը գյուղացուն։ Մթերման կայանը գյուղացուն տալիս է կանխատեսելիություն։ Տարվա սկզբում մթերման կայանը կնքում է պայմանագիր այն ընկերության հետ, ում վաճառելու է բերքը։ Եվ կնքում է պայմանագիր այն գյուղացու հետ, ումից գնելու է բերքը։ Եվ գյուղացին ունենալու է գնի վերջնականապես կանխատեսելիություն։ Չենք տեսնի են հուսահատ դեմքերը գյուղացիների, որ բերքը տանը չգիտի ինչ անի։ Բացի դրանից, երկրորդ բանը, մթերման կայանը մեծածախ գներով այսօր պարարտանյութը գյուղերում գրում են այսպես։ Վրաստանից մեկը ներմուծում է մեծածախ։ Տալիս է շրջանի ներկայացուցիչին։ Շրջանի ներկայացուցիչը տալիս է շրջանի խանութին պարարտանյութը։ Շրջանի խանութը պարտքով, գյուղական լեզվով ասած նիսյա, տալիս է գյուղացուն, թանկ գնով։ Գյուղացին մի քանի տասնյակ տոկոս ավելի թանկ է վճարում պարարտանյութի համար, քան օրինակ հարևան երկրներում, քան մեծածախ գինը։ Դա ազդելու է վերջնական գնի վրա, հայկական ապրանքի վերջնական գնի վրա։ Մթերման կայանները ինչ են անելու, գնելու են գյուղացուց բերքը, բայց սեզոնի սկզբում են տալու են պարարտանյութ, որպեսզի մարդը ստիպված չլինի վարկ վերցնի։ Վարկը քիչ է վերցնում, պարարտանյութը էժան է վերցնում, դա փակում է բերքով։ Հայաստանի գյուղերի մեծ փոփոխությունը այս ճանապարհն է։ Մենք կարող ենք հարյուրավոր միլիոններ ծախսել, ոնց որ հիմա ծախսում են, եւ որևէ հաջողության մեր գյուղերում չհասնել։ Սիրուն ֆերմաներ կլինեն, բայց գյուղացին չի ապրի լավ։ Գյուղացին լավ ապրելու համար ինքը պետք է կարողանա պլանավորել իր կյանքը գոնե մի տարի առաջ։ Մթերման կայան։ Հինգերորդ քայլը դա շատ կարևոր է մեր քաղաքաբնակ հայրենակիցների համար եւ երիտասարդների համար եւ այլ մարդկանց համար, ովքեր դեռ չունեն իրենց տունը։ Մեր երկրում վերջի ժամանակներում լավ բաներ տեղի ունեցել շինարարական բում, որը շատ լավ լուր է։ Չնայած աղտոտվածությանը ես որպես տնտեսագետ ես ուրախ եմ շինարարական բումի համար։ Բայց կա խնդիր, աշխատավարձեր տանգի հարաբերակցությունը շատ մեծ է, որպեսզի աշխատող մարդը ցանկանա կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակի տան հիպոթեկը։ Ուրիշ երկրներում էլ է այսպես, բայց Հայաստանում ավելի երկար է, քան որ աշխատավարձերը համեմատական քիչ են։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մինչև հիմա մենք գիտենք, որ հիպոթեկի օրենքով տոկոսը վճարում է պետությունը եւ դա լավ ծրագիր է, բայց անցած տարի կամ նախանցած տարի պետությունը չէր հայտարարեց այդ ծրագիրը, բայց այն ժամանակ նա ծախսում էր մոտապես ամեն բնականի վրա, բնականի գրի 55%-ը որպես օգնություն հիպոթեկի տոկոսի համար։ Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարել Հայաստանում։ Հողը տալու ենք անվճար, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց երկու պայման։ Առաջինը կամ այդ շինարարները բնակարաններով պետությանը վճարել են բնակարաններով, այսինքն կառուցում են բնականների այսքան տոկոսը տալիս են պետությունը, հետո էժան գներով տալիս է իր քաղաքացիներին, նոր երիտասարդ ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին։ Երկրորդ տարբերակը իրենք են վաճառում այն գնով, որը որ ֆիքսում է պետությունը։ Դա մասսայական չի լինելու, ով ուզում է սորական շուկայական պայմաններով աշխատել, կաշխատի, կշարունակի, բայց մենք կունենանք օրինակ
տարբերություն։ Այսօրվա մենք կունենանք օրինակ $700, 800, 300,000 դրամ, 270,000 դրամ քառակուսի մետրը բնակարան Երևանում։ Դա հնարավորություն կտա մարդկանց համեմատական իրենց տան վարձի վերցնել հիպոթեք։ Տների գինը էժան կլինի երիտասարդ ընտանիքների համար։ Մեր շատ երիտասարդներ չեն ամուսնանում, փոքր տղաները չեն ամուսնանում, որովհետև տուն չկա, տան խնդիր կա։ Երկրորդը դեմոգրաֆիկ։ Ըստ հարցումների Հայաստանում ընտանիքները երրորդ եւ ավել երեխա չեն ունենում, ունիկալ երկիր է Հայաստանը ասել։ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, ուր մայրաքաղաքում ավելի շատ երեխա է ծնվում ընտանիքներում, քան գյուղերում։ Ամբողջ աշխարհում գյուղերում ավելի շատ երեխա է ծնվում, քան մայրաքաղաքում։ Հայաստանը ուրիշ ունիկալություն ունի։ Հայաստանում արձակում կրթություն ստացած ընտանիքներում ավելի շատ երեխա է ծնվում։ Հասկանում են, մարտահրավերները բոլորն են հասկանում, բարձրագույններ, միջնակարգեր, բոլորը մարտահրավեր է մեր ազգին։ Մեր ազգը ունի մարտահրավեր, ապրելու մարտահրավեր, եւ դրա համար բոլորը, ով տեսնում է մեր պատմությունը, սերտում է մեր պատմությունը, հասկանում է, որ մեզ պետք է մեծ ընտանիքների համար, մեզ պետք է բնակարաններ, տուն, մարդկանց համար տուն, որը մենք ապահովենք այս ծրագրով, 5-րդ ծրագրով։ Անհաջողությունների ու բացատրությունների վերջի 8 տարին պետք է թերթենք։ Մեզ միշտ բացատրում են, թե ինչու էսի չեղավ։ Պետք է գնանք առաջ եւ մի կարևոր բան, ինչով է այս քայլերը տարբերվում բոլոր այն քայլերից, որ առաջարկվել են։ Ինչով է Սամվել Կարապետյանի առաջարկած քայլը տարբերվում Փաշինյանի խոսքերից, խոստումներից։ Գիտեք ինչով, որտեղ Սամվել Կարապետյանը ինչ ասում, անում է։ Սա քայլերի հաջորդականության քարտն է, խոստումների քարտ են կազմել։ Խոստումը հայերը վախեցած են խոստում բառից, որտեղ խոստում ատվել ոնց որ վերջում լավ բան դուրս չի եկել։ Բայց սա քարտ է, որը հետագայում բերելու է մեզ ներկայացնել եւ ասել, այս 5 քայլերը ինչ եղավ։ Եվ մենք ասելու ենք, սա եղավ, սա եղավ, սա եղավ։ Դրանով մենք կնիկ Սամվել Կարապետյանի կողմից կնիկ, որ վստահ լինեք, բերեք եւ ցույց տվեք։ Շնորհակալ եմ, հուսով եմ իմ պատմածը շատ բարդ չէ, կարծում եմ, որ բացի առաջինից բոլորը շատ հեշտ կարողացա բացատրել, առաջինը հնարավոր մի քիչ բարդ ներկայացնել, բայց առաջինի բարակայում էլ արդյունաբերականացման, մենք ունենք ծրագիր, եւ այդ ծրագիրն է միակ ճանապարհը մեր երկրի ուժեղացման։ Շնորհակալ եմ։